Ռիադում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների եւ Սիրիայի առաջնորդների հանդիպումը, որին ներկա է եղել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, բանակցություններին հեռախոսով միացել է Թուրքիայի նախագահը։ Սա երկու երկրի ղեկավարների առաջին հանդիպումն էր վերջին 25 տարվա ընթացքում։ Դոնալդ Թրամփը Ահմեդ Ալ-Շարայի հետ զրույցում ցանկություն է հայտնել վերականգնել Միացյալ Նահանգների եւ Սիրիայի միջև բնականոն հարաբերությունները։ Նա նաև հորդորել է Դամասկոսին կարգավորել շփումները Իսրայելի հետ։ Սպիտակ տան խոսնակը տեղեկացրել է, որ Թրամփը կոչ է արել Ալ-Շարային ստորագրել Աբրահամյան համաձայնագրերը, օտարերկրյա ահաբեկիչներից պահանջել լքել Սիրիան, արտաքսել պաղեստինցի ահաբեկիչներին, օգնել Միացյալ Նահանգներին կանխել իսլամական պետության վերածնունդը, պատասխանատվություն ստանձնել Սիրիայի հյուսիսարևելքում իսլամական պետության հետ կապ ունեցող կալանավորների պահման կենտրոնների համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է չեղարկել Բաշար Ասադի կառավարման շրջանում Դամասկոսի դեմ սահմանված պատժամիջոցները։ Դոնալդ Թրամփը նշել էր, որ դա պետք է հնարավորություն տա Սիրիային հզոր երկիր դառնալ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի եւ Թուրքիայի նախագահի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելուց հետո։ Սիրիան այնքան տառապանք ու մահ է տեսել, հուսով եմ նոր կառավարությանը կհաջողվի կայունացնել երկիրը եւ պահպանել խաղաղությունը, շեշտել է Դոնալդ Թրամփը։ Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարն այս շաբաթ Թուրքիայում կհանդիպի Սիրիայի արտգործնախարարի հետ։ Ռիադում հանդիպումներից հետո Թրամփը մեկնել է Կատար։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մարկո Ռուբիոն եւ ամերիկացի այլ պաշտոնյաներ կմեկնեն Ստամբուլ ռուս-ուկրաինական հարցով նախատեսված բանակցությունների համար։ Կարծում եմ հանդիպումը կարող է տեղի ունենալ մայիսի 15-ին, հուսով եմ լավ արդյունք կունենանք, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Թուրքիայում Պուտինի հետ բանակցելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի նախագահը մեկնի Ստամբուլ։ ԱՄՆ նախագահը հավատացրել է, խիտ օրակարգը չի խանգարի իրեն հանդիպել Կրեմլի ղեկավարի հետ եւ այդպիսով փրկել կյանքեր։ Վոլոդիմիր Զելենսկին եւս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինին եւ կբանակցի միայն նրա հետ։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է Կիև Մոսկվա ուղիղ բանակցությունների կարևորությունը։ Նա նշել է, որ ցանկանում է Պուտինի հետ քննարկել երկու հարց՝ հրադադարը եւ գերիների փոխանակումը։ Ոչ ոք չգիտի որքան կտևի պատերազմը, բայց ոչ 10 տարի Ուկրաինան չի դիմանա։ Պատերազմը շատ թանկ է բոլորի եւ մեր ընկերների եւ թշնամիների համար, ընդգծել է նախագահը։ Թե ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը դեռ հայտնի չէ, շրջանառվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը։ Այնուհանդերձ Մոսկվայից տեղեկացրել են, որ Կրեմլի ներկայացուցիչները վաղը կլինեն Թուրքիայում եւ կսպասեն Կիևի թիմին։ Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով կրկին հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Անսար Ալլահ շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ հարվածն արդյունավետ է եղել։ Օդանավակայանի գործունեությունը մոտ 1 ժամով խաթարվել է։ Նա նշել է, որ սա վերջին 24 ժամվա ընթացքում երրորդ հարձակումն է։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Եմենի հութիներն այլևս չեն ցանկանում կռվել, ուստի Միացյալ Նահանգները դադարեցնում է հութիների դիրքերին հարվածները։ Սակայն հութիները հայտարարել են, Միացյալ Նահանգների հետ ուղիղ շփումներ չեն ունեցել։ Անսար Ալլահը խոստացել է շարունակել Իսրայելի դեմ հարձակումները։ Հիշեցնենք, Վաշինգտոնը մեղադրում է հութիներին Կարմիր ծովում ամերիկյան, իսրայելական եւ այլ երկրների նավերը հրթիռակոծելու եւ ամբողջ աշխարհի տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս հասցնելու համար։ Հութիներն էլ նախազգուշացնում են, կանգ չեն առնի, քանի դեռ Իսրայելը սպանում է պաղեստինցիներին։ Սուրբ հող, Ուկրաինա, Լիբանան, Սիրիա, Մերձավոր Արևելք, Կովկաս, այնքան շատ բռնություն ենք տեսնում, հայտարարել է նոր Հռոմի Պապը արևելյան կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ։ Լևոն 14-րդը կոչ է արել նախընտրել խաղաղությունը, ներել եւ քաջություն ունենալ շրջելու անցյալի էջը։ Ես կանեմ հնարավոր է, որ գերիշխի խաղաղությունը, Սուրբ Աթոռը միշտ պատրաստ է օգնել, որ թշնամիները հավաքվեն եւ խոսեն։ Բոլոր առաջնորդներին կոչ եմ անում, եկեք հանդիպենք, բանակցենք եւ պայմանավորվենք։ Պատերազմը լուծում չէ, շեշտել է Հռոմի Պապը, հավելել, զենքը կարող է եւ պետք է լրացվի, քանի որ այն միայն սրում է խնդիրները։ Լևոն 14-րդը եզրափակել է, հարևանները մեր մերձավորներն են, այլ ոչ թշնամիները։ Դիանա Գասպարյան, լուրեր։